Ողջույն, այսօր մենք զրուցելու ենք Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների մասին։ Իմ հյուրն է ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանոմյանը։ Բարև ձեզ, պարոն Խանոմյան։ Բարև ձեզ։ Պարոն Խանոմյան, սեպտեմբերին լրանում է բռնի տեղահանության 3-րդ տարին, ինչպես է գնահատում բռնի տեղահանված քանի անձ կա։ Իրարամերժ տարբեր թվեր են հնչեցնում, որն է իրական պատկերը։ Բռնի տեղահանված անձանց մասին խոսելիս պետք է հաշվի առնենք 20 թվականի պատերազմի հետևանքով եւ 23 թվականի մեկօրյա պատերազմի ու բռնի գաղթի հետևանքով տեղահանված անձանց։ Մինչև 20 թվականը պաշտոնական վիճակագրությունը խոսում էր 150,000-ից մի քիչ ավելի անձանց առկայության մասին Արցախում, ինչը կարծում եմ մշտական բնակության մասին, առկա բնակության մասին, ինչը կարծում եմ իրական թիվ է, որովհետև տարբեր աղբյուրներով դա հաստատվում է։ Այսպես 20 թվականի պատերազմից հետո Արցախի կորցրած տարածքներում բնակվում էր 38,000 անձ։ Դա խոսքը Հադրութի շրջանի մասին է, Շուշի քաղաքի ու Քարինտակ մասին է, դա Մարտունու որոշ գյուղերի, Մարտակերտի որոշ գյուղերի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների մասին է բնակության եւ Ասկերանի որոշ գյուղերի ենթաշրջանի գյուղերի մասին։ Այդ ընդհանուր կորցրած տարածքներում 20 թվականի պատերազմից հետո բնակվում էր 38,000 մարդ։ Դրանց մի մասը կեսից ավելին, մոտավորապես 20,000-ը կրկին հաստատվեցին Արցախի մնացած բնակավայրերում, 18,000-ը դեռևս չէր հասցրել վերադառնալ Արցախ եւ Հայաստանի տարբեր բնակավայրերում էին բնակվում 23 թվականի դրությամբ։ Այնուհետև 22 թվականի դեկտեմբերին ծայր առած բլոկադայից մինչև տեղահանում ընկած ժամանակահատվածում հազարավոր մարդիկ նմանապես դուրս եկան Արցախից Կարմիր խաչի միջոցով, ռուսների միջոցով, սեփական նախաձեռնությամբ, քանի դեռ կար այդ զարտուղի ճանապարհ, այսպես ասած, անտառային մի քանի հազարի։ Մի քանի հազարի, այո, վստահ, որովհետև մի քանի խմբերով, օրինակ ամռանը 23 թվականի 200 խմբերով ուսանողների տեղափոխություն տեղի ունեցավ, հիվանդների տեղափոխություն տեղի ունեցավ նրանց ուղեկցող անձանց եւ միջև վերջնական բլոկադան, որը Հակարի կամուրջը փակել նկատի ունեմ երևի 23 թվականի մայիս-հունիս ամիսներն էր, այդ ամբողջ գարնան ընթացքում 23 թվականի Շուշին շրջանցող անտառային ճանապարհներով բազմաթիվ մարդիկ նմանապես հեռացան եւ վերջնական թիվը, որը 23 թվականին Հայաստան մտնելիս ֆիքսել են, դա 100 քանի հազարներ, 107-100,000-ն է։ Եվ այս թվերին գումարելով այն թվերը, որոնք դուրս են եկել բլոկադայի ընթացքում եւ 20 թվականի պատերազմից հետո մենք ստանում ենք այդ 150,000 թիվը, ինչը ռեալ թիվն է։ Հետևաբար շահառու խմբի մասին որպես բռնի տեղահանված մարդիկ խոսելիս պետք է նկատի ունենանք հենց այս 150,000 թիվը։ 2020 թվականից հետո 2020-2023 թվականների արանքում մոտ 7500 արցախցի է հեռացել Հայաստանի Հանրապետությունից, 15000-ը հեռացել է 2023-ից հետո, միասին 22,500 մարդ, այսինքն մոտ 15%-ը։ Սա ինչ թիվ է, կարող ենք ասել, որ սա մեծ թիվ է, կարող ենք ասել, որ ինտեգրման ձախողման նշան է սա։ Սա մեծ թիվ է, որպեսզի ավելի հստակ պատկերացնենք, պատկերացրեք Իջևանի կամ Դիլիջանի չափ մեծությամբ մի քաղաք գաղթում է Հայաստանից։ Բնականաբար սա մեծ թիվ է եւ հատկապես ժողովրդագրական խնդիրներ ունեցող Հայաստանի պարագայում սա լուրջ խնդիր է։ Ինչու եմ ես հատկապես արցախցիների արտագաղթը մեկ այլ տեսանկյունից եւս նայում Հայաստանի ժողովրդագրության, որովհետեւ արցախցիների խումբը Արցախի բնակչությունը, Արցախի բնակչությունը ժողովրդագրական առումով ավելի երիտասարդ եւ ավելի հակված շատ երեխաներ ունենալու,
պտղաբերության ավելի բարձր ինդեքսով, ամբողջ 10-ական թվականներին պտղաբերության ինդեքսը դա 1 կնոջ հաշվով բաժին ընկնող երեխաների թիվն է, դա 2.3 է եղել, երբ Հայաստանում 1.6 էր, որպեսզի պատկերացնենք։ Եվ ընդ որում սելեկտիվ աբորտներ Արցախում գոյություն չունեին, դա է վկայում ծնված աղջիկների եւ երեխաների հարաբերակցությունը։ Հետևաբար սա ժողովրդագրական առումով բավականին նպաստավոր խումբ է, որը պետք էր այս ամեն ինչը զարգացնել եւ այդ ավանդույթները տարածել նաեւ Հայաստանի տարբեր մարզերի բնակչության վրա, որպեսզի Հայաստանի ժողովրդագրական վիճակը բարելավի։ Հայաստանը ընդունել է ժողովրդագրության մասին նոր ռազմավարություն, այնտեղ դրած են մի քանի միլիարդ դոլար, որպեսզի հասնենք 30 թվականին ենթադրենք այսինչ մակարդակին, պտղաբերության 1.9% կամ 2%-ի եւ այլն, երբ որ այդ չափանիշները Արցախում արդեն կային։ Հետևաբար այս խմբի կողմից արտագաղթը նշանակում է նաեւ երիտասարդ բնակչության արտագաղթ, նշանակում է նաեւ ավելի շատ երեխաներ ունենալու հակված բնակչության արտագաղթ, նշանակում է նաեւ սելեկտիվ աբորտներ չհանդուրժող խմբի արտագաղթ։ Մի խոսքով, սա ավելին է, քան այդ 22500 հոգին, եթե հաշվենք, թե այդ 22500 հոգի մնալով այստեղ ինչ ավելի մեծ արդյունք կարող էր ապահովել։ Արդյոք արտագաղթին աջակցում է աշխատանք գտնելու խնդիրը, եթե այո, ապա ո՞րն է իրական խոչընդոտը, մասնագիտական վերապատրաստման բացը, թե պետական համակարգի անճկունությունը։ Աշխատատեղերի խնդիր կարծես Հայաստանի Հանրապետությունում չկա, բայց այսօր աշխատանքի հարցը ուսումնասիրելիս շատ ուսումնասիրողներ, տնտեսագետներ գալիս են այն եզրակացության, որ ոչ թե պետք է նայել աշխատատեղերի առկայությունը, այլ այսպես ասած արժանապատիվ աշխատատեղերի առկայությունը, այսինքն այն աշխատատեղերի, որտեղ աշխատելով մարդը իր ավելի արդարացի աշխատատեղ է դա համարում իր համար։ Հետևաբար ցածր որակավորում ունեցող, ցածր վարձատրվող աշխատատեղերի պակաս կարծես թե Հայաստանում չկա, բայց այնուամենայնիվ մարդիկ խնդիր ունեն ինքնայրացման, ավելի իրենց որակավորմանը կամ իրենց ապրած կյանքին ավելի հարմար աշխատանք գտնելու եւ դա լուրջ խնդիրներ է հարուցում բնականաբար Արցախից տեղափոխված բնակչության մեջ։ Դուք պատկերացրեք, մենք ունեինք Արցախում 105,000 ակտիվ բնակչություն, այսինքն 16-ից 65 տարեկան աշխատունակ բնակչություն, այդքան էր թիվը, եւ դրանց 30%-ն այսօր Հայաստանում աշխատանքով ապահոված, որպեսզի պատկերացնենք, Արցախում այդ թիվը 60% էր, այսինքն իհարկե կային մարդիկ, որ տնային տնտեսուհիներ էին կամ տնային տնտեսությամբ էին զբաղված եւ աշխատաշուկան ներգրաված չեն կամ այլ պատճառներով չեն աշխատում կամ աշխատանք էին փնտրում, գործազուրկ էին եւ այլն, բայց կրկնակի ավելի շատ մարդ էր ապրում աշխատում Արցախում, քան այսօր աշխատում է Հայաստանում եւ դա լուրջ խնդիր է, նշանակում է, որ շատերը դեռևս չեն ինտեգրվել աշխատաշուկային։ Պետք է հաշվի առնենք, որ գյուղական բնակչության մեծ մասը զբաղված էր նաև գյուղատնտեսությամբ, կային մեծ հողակտորներ, հնարավորություններ անասնապահության, մեծ արոտավայրեր եւ այլն։ Հայաստանը սակավահող երկիր է եւ բնականաբար արցախցիները այստեղ հող չունեն, ի տարբերություն Արցախի, որտեղ մեծ կտորներով հնարավորություն ունեն թե սեփական, թե վարձակալող հողեր ձեռք բերել, եւ հետեւաբար այդ ամբողջ գյուղական բնակչությունը նույնպես տեղափոխվել է քաղաքային բնակչության տրամաբանության մեջ։ Մի խոսքով, աշխատաշուկայում այո, կան խնդիրներ եւ կարծում եմ ավելի ակտիվ միջամտություն է պետք պետության կողմից, պետական ծրագրերի տեսքով, որպեսզի այս խնդիրը նորից արագ լուծվի, բայց տեսնում ենք, որ այդ նույն խնդիրը առկա է նաեւ Հայաստանի շատ մարզերում, ի տարբերություն Երևանի եւ Սյունիքի, որտեղ հանքարդյունաբերության շնորհիվ այս խնդիրը լուծված է, մնացած մարզերում լուրջ խնդիր կա աշխատանքի հետ կապված, արժանապատիվ աշխատանքի հետ կապված եւ կարծում եմ այստեղ անհրաժեշտ է պետության անմիջական միջամտություն։
Ինչպես է գնահատում բռնի տեղահանված անձանց աջակցության կառավարության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը։ Ես կարծում եմ, որ կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծրագրերը հաջողված էին։ Հրատապ աջակցության ծրագրերը եւ միջնաժամկետ ծրագրերը, որոնք ենթադրում են բնակվարձի փոխհատուցում, բավականին հաջողված են եւ կարելի է նշել, որ դրանց շնորհիվ ահագին մարդ կարողացավ վերակազմակերպվել, փորձեց աշխատանք գտնի, կազմակերպի իր ընտանիքի կյանքը, տնտեսությունը, վերինտեգրվի կյանքի մեջ։ Բայց բավականին արագ դադարեցրեցին միջանկյալ ծրագրերը, որը բացասական հետևանք ունեցավ։ Մենք տեսնում ենք, որ բնականային հարցի լուծված չլինելու պարագայում միջնաժամկետ ծրագրերի անմիջական կրճատումը բերեց ծանր հետևանքների եւ դա երևում է նաեւ վիճակագրության վրա, երբ այդ ընթացքում 24 թվականի մայիսից, 24 թվականի մայիսից սկսած 25 թվականի մայիսից կներեք, 25 թվականի մայիսից սկսած երբ ընդհատվեցին երբ արտագաղթի թիվը աճեց 25 թվական ապրիլ-մայիս, երբ կրճատվեց այդ միջանկյալ ծրագրերի գումարները, շահառուների թիվը եւ այլն, արտագաղթը Հայաստանից ավելացավ արցախցիների։ Հետևաբար սա կարծում եմ սխալ հաշվարկված քայլ էր, որովհետեւ այդ թվով մարդիկ հետ բերելու համար կամ այդ թվով Հայաստան բնակչությունը ավելացնելու համար ժողովրդագրության ռազմավարությամբ ավելի մեծ գումարներ են նախատեսված։ Հետևաբար այդ փոքր գումարները ծախսելով կարելի էր այդ մարդկանց պահել Հայաստանում, մինչև լուծվեր հիմնական խնդիրը բնակապահովման հարցը, որովհետև տարբեր հետազոտություններ վկայում են, որ գլխավոր խնդիրը բնակապահովման հարցն է, երկրորդը գալիս է աշխատանքի հարցը, երրորդը գալիս է սեփական բիզնես սկսելու համար փոխառու միջոցների բացակայության հարցը։ Այս երրորդը նույնպես կարևոր խնդիր է, որովհետև արցախցիները այստեղ գույք չունեն, բիզնես սկսելու համար հաճախ բանկերը վարկավորման համար գրավ են ուզում եւ այդ գրավի առարկան գոյություն չունի։ Հետևաբար այստեղ էլ ինչ-որ լուծումներ պետք է գտնեն, որպեսզի այն մարդիկ, ովքեր բիզնես գործարար ջիղ ունեն, ովքեր նախկինում զբաղված են եղել գործարարությամբ, բարիք են ստեղծել եւ այլն, կարողանան հնարավորություն ունենան իրենց այս ջիղը այստեղ եւս օգտագործել։ Տեսեք, մայիսի դրությամբ 6193 հավաստագիր է ստացվել, որից 2857-ը իրացվել է։ Այս հավաստագիրը կարելի է օգտագործել նաև տուն կառուցելու համար, բայց պայմանը այն է, որ պիտի տիպային նախագծով լինի եւ կառուցվի շինարարական ընկերության միջոցով։ Գործնականում ինչ խնդիրներ է ստեղծում այս պայմանը, երբ մարդ չկարողանում իր ձեռքով տուն կառուցել։ Այդ պայմանը փոխվել է, կառավարության ծրագրում համապատասխան բնակապահովման փոփոխություններ են մտցվել եւ այդ պայմանը փոխվել է։ Բայց դա ունեցել է իր ծանր հետևանքները։ Տեսեք, 2 տարի է ծրագիրը գործում է, 24 թվականի մայիսին, հունիսին ընդունվել է ծրագիրը եւ 2 տարի անցել է, ընդամենը 10%-ն է պոտենցիալ ընտանիքների կարողացել իրացնել իր վկայականը եւ ստանալ շահառու խմբի, այսինքն եթե մոտավորապես 30,000 ընտանիք հաշվենք Արցախից բռնի տեղահանված ընտանիքների թիվը եւ դրանց այն մասը, որոնք այս վկայականներով պետք է բնակ ապահովում ապահովեն 3000, դա մոտավորապես 10%-ն է։ Հենց սկզբից իմ կարծիքով սխալ էր դիզայն արված ծրագիրը։ Ես չեմ խոսում մոտեցման մասին, որովհետև մի քիչ այլ մոտեցում պետք է ցուցաբերեր, ավելի շեշտը պետք է դրվեր նորակառույց ֆոնդի վրա, որպեսզի այլ հետևանքներ այլ համայնքներում չստեղծեին։ Հիմա դրել են վկայականի ծրագիր, մեկ շնչին տալիս են 3-ից 5 միլիոն դրամ, տարբեր համայնքներում տարբեր, Երևանից դուրս համայնքներում 4 միլիոն դրամ, ավելի հեռու սահմանամերձ համայնքներում 5 միլիոն դրամ։ Եվ սա բերում է չիրացվող անշարժ գույքի իրացման եւ գների բարձրացման։ Եվ տեղի ունենում, ընդհանրենք, վաղուց լքված բնակ ֆոնդի, որի տերերը վաղուց Ռուսաստանում են եւ այլն,
բարձր գնով վաճառք եւ այդ գումարի տեղափոխում ընդհանրենք Ռուսաստան։ Կամ տեղի է ունենում որևէ բնակավայրում, որտեղ էլի եմ ասում, քիչ իրացվելի էր գույքը, էլի բարձր գնով դառնում է իրացվելի այդ գույքը եւ տեղաբնակը թողում մոտենում է ավելի Երևանին եւ այդ իր տեղը զբաղեցնում է բռնի տեղահանված արցախցին։ Ինչ լուծեց այս խնդրով կառավարությունը։ Ոչ մի բան։ Բայց եթե շեշտը դրվեր նորակառույց բնակֆոնդի ստեղծման վրա, իդեպ այդ գումարները, որոնք տրամադրվում են, ամբողջովին հերիք էին այդ ամեն ինչը ապահովելու համար։ Ու ես այդպես է չհասկացա, ինչի պիտի մեծ վարկեր վերցնել այդ միջազգային կառույցներից, ֆինանսական բերել տալ բանկերին, որպեսզի բանկերը իրենց տոկոսները դնեն եւ կառավարությունը այդ տոկոսները սկսի վճարել։ Երբ որ կարելի էր միանգամից դնել ընդհանրենք այդ գումարները կառուցապատման մեջ, կառուցապատողներին տալ եւ ունենալ ավելի լավ արդյունք, ունենալ այդ գումարների մի մասը տարբեր ձևով հարկերի եւ այլնի կմտներ պետական բյուջե, այդ գումարները կապահովեն աշխատատեղ եւ ի վերջո կունենայինք նոր բնակֆոնդ։ Եվ այդ հարցը լուծել հենց այդպես։ Այդ նույն բնակֆոնդը ստեղծել տարբեր համայնքներում, սահմանամերձ համայնքներից սկսած մինչև Երևան։ Եվ այդ տարբեր պայմանները, որ սկզբից դրել էին, օրինակ սահմանափակումը, որ անհատական տուն կառուցելու նորակառույցի եւ պետք է լիներ 400 քառակուսի մետր պարտադիր հող եւ պետք է լիներ տիպային նախագիծ եւ այլն, չգիտես ինչու դա այդ խտրականությունը կառավարությունը որոշել էր անել, որովհետեւ օրինակ կառավարության այլ ծրագրերում բնակապահովման, օրինակ սահմանամերձ գյուղերի 16 միլիոն դրամանոց ծրագրում, այդպիսի պահանջներ չկան։ Իրանք ասում են այդ սխալները հաշվի առնելով դրա համար փոփոխություններ կարող են այն մյուս դեպքում լինել, բայց այս մյուս դեպքում ինչ սխալ կարող է լինել։ Եթե մարդը տուն չունի եւ ուզում է տուն կառուցի մտնի մեջը, բնականաբար ինքը իրենից չէր գողանալու եւ այդ ամբողջ գումար դնելու էր իր տան կառուցելու մեջ։ Իսկ տվյալ դեպքում, երբ որ դու պարտադրում ես շինարարական ընկերություն եւ այլն, տիպային նախագիծ եւ այլն, մինիմում առնվազն 40% այդ տված գումարի կորչում է շինարարական ընկերության շահույթի, հարկերի եւ այլնի տեսքով։ Իսկ ֆիզանձով եթե կառուցեին, բնականաբար ավելի շատ հնարավորություն կունենային այդ տունը կառուցելու։ Դա փոխեցին այդ կետը, բայց փոխեցին բավականին ուշ։ Ծրագիրը ընդունելուց 1 տարի անց, երբ այդ միջանկյալ ծրագրերը արդեն դադարել են կամ քչացվել են։ Խոսքը բնակվարձի փոխհատուցման մասին է։ Եվ դուք պատկերացրեք, երբ այդ բնակվարձի փոխհատուցումը կար, ու մարդը ապրում էր վարձով, ինքը կարող էր սերտիֆիկատը վերցնել, մի տարի շարունակ տուն կառուցել, տեղափոխվել։ Հիմա երբ այդ բնակվարձի փոխհատուցումը չկա, ինքը վարձով է ապրում, ինքը հնարավորություն չունի եւ վարձով ապրի, եւ տունը կառուցի եւ այլն եւ այլն։ Հետեւաբար պատճառը նաեւ սա է, որ այդ բնակարանների գնման վկայականների մեջ նորակառույց տներ կառուցելու համար օգտագործող վկաները չնչին տոկոս են։ 1-2 ձեռքի վրա հաշվող դեպքեր են եւ մարդիկ նախընտրում են հիմնականում երկրորդային շուկա, թեկուզ 5 գույքով կահավորված տներ, որպեսզի միանգամից տեղափոխվեն այնտեղ եւ լրացուցիչ ծախսեր չանեն, վարձ չտան եւ այլն։ Ընդ որում նրանք, ովքեր տեղավորվում են Երևան ու Երևանամերձ տարածքներում, բնականաբար այդ վկայականների գնման գումարը չի հերիքում եւ մարդիկ նաեւ վարկեր, այդ մեծ վարկեր են վերցնում իրենց բնականային կարիքները ապահովելու համար։ Բնականաբար այդ բնականային ծրագիրը հաշված է մինիմալի վրա, մինիմալ քառակուսի, կարծեմ 12 քառակուսի մետր մեկ շնչին այդ հաշվարկով է հաշվարկած։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Խնդրեմ։ Ես զրուցեցի ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանոմյանի հետ։ Շնորհակալություն։